Ողջույն բարեկամներ, հուսամ լավ եք։ ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը իր ամբողջական ընթացքի մեջ է եւ մենք ամեն օր հետաքրքիր բացահայտումներ ենք տեսնում տարբեր քաղաքական ուժերի կողմից, հատկապես լսում ենք նրանց մտքի գոհարները, որոնք շոյում են մեր ականջները, ինչու ոչ նաեւ ինտելեկտը։ Եվ ինչքան այդ գոհարները շատ լինեն, այնքան մեր իմաստուն ժողովուրդը կհասկանա, թե ով է կամ ով ինչ է։ Գիտեք, հաճախ կարելի է լռել խոսելու փոխարեն, երբ որ հասկանում ես, որ խոսելը քո մոտ չի ստացվում, բայց նույնիսկ դրա համար անհրաժեշտ է ինտելեկտ։ Ցավոք սրտի մեր հիմնական մրցակիցները, որոնք միգուցե ունեն փող, չունեն այդ ինտելեկտը։ Մենք շատ կուզենայինք, որ նրանք դա ունենան, բայց մենք չենք նրանց բերել ասպարեզ, իրենք են որոշել մտնել քաղաքականություն կամ վերամտնել քաղաքականություն, որը սակայն ցավոք սրտի նրանց չի հաջողվելու, որտեղ մեր իմաստուն ժողովուրդը չի հանդուրժում տգիտությունը եւ տգիտության հաղթարշավը, տգիտությունը տեղ չի ունենալու։ Եվ հենց դրա համար են անհրաժեշտ մեզ բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ, ակադեմիական քաղաք, հետաքրքիր ծրագրեր, օրինակ երեխաների կրթավճարների կուտակային հիմնադրամը, որը մենք ստեղծելու ենք, որպեսզի երեխաները լավ կրթություն ստանան, եւ այդպես շարունակ։ Ինչպես նաեւ անհրաժեշտ են մեզ ենթակառուցվածքներ, դրանք են ճանապարհները, ջրագծերը, որով որ տնտեսությունը զարգանում է, տնտեսվարողները որոշում են կայացնում ներդրումներ անել այն քաղաքներում եւ գյուղերում, որտեղ կան այդ ենթակառուցվածքները, ճանապարհները, ջրագծերը, ոռոգման, խմելու, լուսավորությունը, եւ չկա մի բնակավայր կամ գյուղ, որտեղ այդպիսի լայնածավալ շինարարական աշխատանքներ եւ ներդրումներ արված չլինեն եւ արվելու են դեռ ավելին։ Այնպես որ սիրելի բարեկամներ, եկեք կասեցնենք տգիտության հաղթարշավը, որովհետև տգիտությունը տեղ չունի մեր հասարակությունում։ Լավ եղեք։